Երջանկության արցունքները Սերովը դու ինձ տվեցի Երջանկության համբույները Իմ սրտի գիրքը հագեցրի Երջանկության արցունքները Ոնց խախանդ է, չէ՞։ Ահա ոնց է խախանդա։ Անդուրված։ Էս ինչ ասուրում։ Չես տենում ինչա։ Բայց մոռացել ես ում տուն են գալիս, ինչի համար ես վերցրել ես ինքը սուր։ Այնտեղ մի քիչ կամած խոսա հարևանները հեսա կլսեն դուրը բռնեց։ Բայց խոստացի, որ դրանով չես կրակի, ոչ մի բան չես անի դրանով։ Հանգստացի ոչ մեկ էլ չեմ կրակել դուրը բռնեց։ Խոստանում ես սուրը։ Ահա խոստանում եմ, բաց դուրը։ Բանաց կամած մտի հիստերիկություն ես անում, որ ինչ ման չի ասում։ Սունց դու մտի ես նայեմ։ Ես մտնում եմ ներսից դուրը կփակես։ Հա։ Աստատում եմ չկա։ Ոստատ չկա մտի օրակացրու։ Ալո, հա բարև Հակոբ ջան, մենք լավ ենք, դու ասա, մրսածությունը տանցավ, հա, դե լավա, ինչ փող Հակոբ, լուրջ ես ասում, վայց հավդ տանեմ, վայց ոնց ուրախացրեցիր Հակոբ, թուղթու գրիչ, հա մի րոպե թուղթու գրիչ վերցնեմ, Հա, վերցրեցի Հակոբ ջան, ասա, 12, 43, հա, գրում եմ դու ասա, ահա, 6, 16, վերջինը 6, հա, գրեցի, արդեն ուղարկել ես, պաստորեն, հենց հիմա հագնվեմ ու դուրս գամ գնամ բանկ, Եղավ ցավը տանեմ, գնամ գամ կզանգեմ, որ հանգիստ լինես։ Եղավ, ապրես ցավը տանեմ, Աստված քեզ առողջություն տա, ամուսինս, մեռնեմ ջանիդ, դե լավ, ապրես։ Նուն է։ Հա, մամ։ Նու, պապան բնակարանի փող ուղարկել է։ Լուրջ ես ասում։ Լուրջ եմ ասում, հիմա գնում եմ բանկ ստանում։ Բայց ինչ լավ բան ասեցիր, ուրախացա։ Իսկ ամբողջ գումարն ա ուղարկել։ Ասեց կլոր 50,000։ Բոլած։ Ապրի պապան, բա հիմա ես գնում։ Հա, բա ինչ անեմ, գնամ հագնում, գնամ ստանամ գամ։ Մամ, բայց ինչ ես բանկից հանում այդ գումարը, ճիշտ չի լինի, այդ գումարը միանգամից փոխանցեք տանտիրոջ հաշվի համարին։ Դե ինչ ասեմ, ցավը տանեմ, պապան ինչ ասում այն եմ անում, երևի տենց ավելի ապահով է։ Ես չի ինձ թվում է։ Դե չգիտեմ, այ բալես։ Ինչ ասեմ, պապան տենց ասել։ Լավ է, դեպքով սպասի ես հագնվեմ իրար հետ գնամ։ Չէ, ես ինքս մենակ կգնամ կգամ։ Մամ կլինի զանգեմ պապային, ասեմ, որ մենք բանկից միանգամից այդ գումարը ուղարկենք տանտիրոջ հաշվի համարին։ Չէ, բալես, պապան ոնց ասելա, թող տենց էլ լինի, թող իր ասածով լինի։ Սիրտս անհանգիստ է, քեզ մենակ չեմ ուզում թողնեմ։ Չի ասում եմ, ես կնստեմ տաքսի շուտ կգամ, ոչ մի բան չկա անհանգստանալու։ Մամ, իսկ այդ գումարը շատ երկար է մնալու մեր տանը։ Այ չգիտեմ։ Դե պապան երևի կզանգի այդ մարդուն, երբ իրան հարմար լինի կգա կտանը էլի։ Կլինի զանգեմ Ալիկին գա մեր տունն այդ առիթով իր հետ նշենք։ Լավ էլի նուն է։ Պարտադիր է որ Ալիկը իմանա այս ամեն ինչի մասին։ Մամա, Ալիկին մարդն որ ես սիրում եմ, հա, պարտադիր պետք է իմանա, ինչ կա դրա մեջ։ Լսի, մենք բնակարան ենք առնում ու բանից պարզվում է, որ իմ աղջիկը մեր հետ չի ապրելու։ Մամուլիաս, եթե շատ ես նեղվում, մենք կարանք Ալիկին տնփեսա բերենք։ Վայ, մենակ ոչ հետ խնդրում եմ։ Հիմա ինչ թողնում ես Ալիկին զանգեմ կանչեմ։ Լավ, հասա թող գա։
Դե լավ, ես էլ պատրաստ եմ գնամ բանկը չփակվի։ Անձնագիրը չմոռանաս, մամ։ Վայ, ապրես դու արդեն մոռացել էի։ Ես գումնի։ Ալո, Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ բարև ձեզ, ով է։ Ձեր ապագա կինը։ Վայ կյանքս, կներես համարից չնայեցի։ Նշանակում է շատ զբաղված ես։ Շատ են խոսքը չի կյանքս, գործերի մեջ թաղված եմ։ Դե շուտ ասելիքս ասեմ ու անջատեմ։ Չէ կյանքս, խոսա, դուրս եմ եկել, մի քիչ դուրս հանգստանամ։ Երկու նորություն ունեմ քեզ համար։ Մեկը լավ, մյուսը ավելի լավ։ Որից եմ սկսում։ Լավից կյանքս։ Պապաս գումար ա ուղարկել, ես բնակարանը առնում ենք։ Ինչ բնակարան։ Էս բնակարանը, որ ստեղ հիմա ապրում ենք։ Նունե, ասացիցդ ոչ մի բան չհասկացա, այդ պարզ խոսա։ Վայ կյանքս կներես, բայց ես չգիտեմ ինչի հիշում եմ, որ ես քեզ ասել էի։ Չէ, նունե, դա իմ համար նորություն էր։ Լավ, դե այդ դեպքում ես հիմա եմ ասում։ Պապաս հենց այս նպատակով էլ գնացել է Ռուսաստան փող աշխատել, որ մենք կարողանայինք հենց այս բնակարանը գնենք, որտեղ հիմա ապրում ենք։ Պաստորեն պապայիդ մոտ ստացվել է, էլի։ Այո, ստացվել է։ Ու այդ շատ լավ առիթ է, որ դու գաս մեր հետ նշենք։ Մեծ հաճույքով, նունե ջան։ Դու ասա ժամը քանիսին գամ։ Օ։ Դե որ աշխատանքդ վերջացնես, ինձ թվում է գնալու տեղ չունես, չէ՞։ Ճիշտ ասած, ես ընկերուս հետ պիտի հանդիպեմ, բայց լավ, խնդիր չկա, կգամ ձեր տուն։ Վայ, բայց աղջիկը չի նեղանա։ Չէ, կյանքս շատ հասկացող աղջիկ է, Շատ է սիրում իրան։ անբացատրելի շատ։ Երջանիկ աղջիկա։ Բա որ իմանաս ինձ ինչքան շատ է սիրում։ Արդեն պատկերացնում եմ։ Լավ, հիմա ասա երկրորդ լավ լուրդ։ Ես քեզ շատ եմ կարոտել։ Այդ շատ լավ նորություն էր կյանքս։ Ալիկ ջան, բա դու ինձ հայտնելու լավ լուր չունես։ Չէ, իմ զգացած կարոտի մասին դու շատ լավ գիտես, այդ քո համար նորություն չի կյանքս։ Ափսոս կողքդ չեմ, թե չնայած ամուր քեզ կգրկեի։ Կյանքս քիչ մնաց, կգամ կգրկես հանգիստ տեղի։ Անհամբեր սպասելու եմ, չուշանաս։ Լավ, առայժմ արևս։ Առայժմ։ Նունեն ու Ալիկն արդեն 1 տարի է ընկերություն են անում։ Ալիկը որոշել էր ամուսնանալ Նունեի հետ եւ առանձին բնակարանում ապրել։ Իսկ այդ նպատակն իրագործելու համար Ալիկի ներկայիս աշխատանքն ու ստացած աշխատավարձը բավարար չէին։ 1 տարի շարունակ Ալիկը նոր աշխատանք եւ ավելի շատ վարձատրվող աշխատանք է փնտրում, բայց ապարդյուն։ Ալիկը շարունակում էր տեղում դոփել եւ հետզհետե նրա մոտ պակասում էր հավատը, որ ի վիճակի է իրականացնել իր նպատակը։ Իսկ Նունեն պարզապես չէր ընդդիմանում Ալիկի որոշմանը եւ շարունակում էր համբերատար սպասել։ Հակոբ ջան, հարմար է հիմա խոսենք։ Զանգեցի ասա, որ հանգիստ լինես։ Գնացի ստացա եկա։ Հա, հաշվել եմ, այնքան է, ինչքան որ ուղարկել էիր։ Հա, ապրես Հակոբ ջան։ Հակոբ, հələ մի բան եմ ուզում հարցնեմ։ Այս փողը ինչքան պիտի մեր տանը մնա։ Չէ, մարդուն պիտի ասեմ, մենակ դու եք գիտի, ոչ մեկ էլ չեմ ասել։ Դե չէ, որ դու այսքան փող կա մի տեսական հանգիստ եմ էլի դրա համար։ Վայ չէ, դե բան էլ հարցրեց, ինչ ես ներվայնանում։ Հա, եղավ լավ, հա, կպահեմ։ Հա, լավ, հասկացա, վայ։ Լավ, հանգիստ բայք ես։ Դե լավ, կզանգեմ։ Վայ, իս մարդը ներվայն է, հետո խոսալ չի լինում, ես ինչ մարդ է։ Մամուլ, Հա ջան, աղցանները պատրաստել եմ։ Բայ ապրի աղջիկը, ապրի։ Բայ այս Ալիկը տուր է։ Ճանապարհն է 10 րոպեից կհասնի։ Հա, բալես, դե ես իջնեմ խանութ խմորեղեն ու միր քարտեմ գամ բալես։ Եղավ, դες բայսակը ստար դեր հողտե թափած չլինի։ Հա, բալես, ստացել եմ, բան չեմ արել։
Ես ամեն դեռ մի տեղ պահեմ նոր գնամ։ Յա, այսով այնց հիշել։ Բարի օր Ալիկ ջան։ Բարև Սուրջ ջան, ոնց ես ախպերս։ Լավ եմ, դու ասա։ Լավ, ախպերս։ Բայց Սուրջ, մի ձև ես, հա, բանա եղել։ Կհանդիպենք կասեմ, որտեղ ես ապեր։ Գնում եմ նունենց տուն, Ուշ ես դուրս գալու։ դե մի 2 ժամից, բայց եթե շտապա Սուրջ ջան, կարամ շուտ դուրս գամ։ Չէ, շտապ չի ապեր։ Ուղղակի ուզում եմ հանդիպենք խոսանք, սիրտս մի քիչ թեթևանա։ Երեխու համար ես անհանգիստ, հա։ Հա, ապեր։ Վիճակը գնալով վատանում է։ Լավ, Սուրջ ջան, ես հենց նունենց տնից դուրս գամ, կզանգեմ քեզ, կհանդիպենք խոսանք, լավ։ Լավ, ախպերս, կսպասեմ զանգիդ։ Առայժմ։ Առայժմ, Սուրջ ջան, առայժմ։ Իմը կանաչն է, ես դարդ եմ ասում։ Սա դնամ երես։ Ապրի աղջիկս, ապրի։ Տեսնում ես ինչ շնորհքով աղջիկ ունեմ, տեսնում ես ոնց ենք պատրաստել, ինչ աղջիկ ենք քեզ տալու, Ալիկ ջան։ Տեսնում եմ, շատ շնորհակալ եմ։ Մամա, եփող թափողը մոռացար։ Չէ բալես, չմոռացա։ Ես ուղղակի այդ արտահայտությունը չեմ սիրում։ Օրինակ Ալիկ ջան, ասա տեսնեմ, որ տղամարդը կուզենա, այնպիսի կին առնի, որ նրա եփածը թափելու բան լինի։ Չէ, ես չեմ սիրում, դե ինձ է դա։ Մենակ դա չի, դու տեսնես ինչ համով է պատրաստում, ինչ համով ձեռք ունի Ալիկ ջան։ Մաման գովքս է կապում։ Զգացի։ Չէ, կատակ չեմ անում Ալիկ ջան, իսկապես ինքը շատ շնորհքով է։ Ամեն ինչ այնքան ճիշտ անում, այնքան լավ անում չես պատկերացնի։ Մամա, Ինչ։ Ալիկը ինձ արդեն հավանել է, կարիք չկա իրան ասելու, թե ես ինչ եմ անում։ Այ Բալիկ ջան, դե Ալիկը քո ընկերն է, դուք պատրաստվում եք շուտով ամուսնանալ։ Դե հիմա բացի այդ թեմայից ինչի մասին խոսեմ իր հետ, հա Ալիկ ջան։ Դե լավ, չեք ուզում չեմ խոսի։ Շատ շնորհակալություն։ Խնդրեմ։ Դե լավ, եկեք թեման փոխենք։ Ալիկ ջան, հիմա ինձ ասա տեսնեմ։ Ոնց ես, գործերդ ոնց է։ Ոչինչ, նորմալ, դե ինձ է դա։ Այսինքն առաջընթաց կա։ Դեռ ոչ, բայց կլինի։ Ինչ նոր գործ ես ճարել։ Դեռ փնտրում եմ, բայց չեմ գտել։ Բա որ չճարես։ Աշխարհը փուլ չի գա, մամա։ Ես քո չեմ խոսում, իր հետ եմ խոսում, հələ մի րոպե սուս։ Դե դիկինս է դա, գիտեք ոնց։ Ես ուզում եմ շատ լավ աշխատանք գտնեմ։ Հա, ինձ ասել է Նունեն, ասել է որ մինչև նոր գործ չճարես, չեք ամուսնանալու։ Հա, նունեն ճիշտ է ասել։ Հա, բայց ախր այդպես ոնց կլինի։ Մամա ջան, մենք խոսել ենք ու եկել ենք ընդհանուր հայտարարի, կլինի այդպես։ Մենք չենք շտապում։ Աբալիկ ջան, դու ինչ չհասկացար ես ինչ եմ ուզում ասեմ։ Ասենք լավ, այս մարդը ուզում է նոր գործ ճարի, նոր ամուսնանա, չէ՞։ Բայց դա հիմա մարդ է, եթե չեղավ, չստացվեց, ինչու է իրան իզուր կոտորում։ Իմ ասածը դա է։ Դե հա, դիկինս է դա, ես հասկանում եմ ձեզ։ Ալիկ ջան, ցավը տանեմ, հասկանալի է, դա Աստված, որ դու այնքան մեծ հնարավորություններ ունենաս, որ ասենք մի բնակարանի տեղը ասենք 10 գնես։ Բայց դե հիմա մարդ ես, կարող է չլինի։ Մենք հույս ունենք, որ կլինի։ Աստվածնա թող լինի, ուղղակի ճիշտ հասկացի Ալիկ ջան։ Հակոբն էլ երբ զանգում անդադ հարցնում է, ասում է ինչ պլաններ ունեք, ոնց է գործերը, ինչ է։ Դե դու են ասա ինչ պլաններ ունենք, մամա։ Տղես, մենք ծնող ենք, ուղղակի անհանգստանում ենք։ Էս են հարցերն են, որ եթե քեզանից չիմանանք, ուրիշումից պետք է իմանանք։ Դիկինս է դա, գիտեք ոնց, ես ուղղակի մի քանի նպատակ ունեմ, ուզում եմ իրագործեմ նոր ամուսնանամ։ Ապրես տղա ջան, ապրես։ Ուղղակի իմ ասածն է, որ մի սպասի մինչև բնակարան ես, դու կարող ես ամուսնանալ, ընտանիքդ ստեղծել, հետո ընթացքում այդ ամեն ինչը կլինի։
Սեդայի կողմից ընտրված խոսակցության թեման իհարկե դուր չեկավ Ալիկին։ Նունեն ու Ալիկը բազմիցս խոսել էին իրենց ամուսնության մասին եւ վերջնական հայտարարի եկել, որը Ալիկի խնդրանքով Նունեն պետք է փոխանցեր ծնողներին։ Նունեն այդպես էլ արել էր, եւ դա էր պատճառը, որ նա նույնպես անակնկալի եկավ, երբ մայրն անսպասելիորեն խոսեց իրենց ամուսնության մասին։ Նունեն իրեն մեղավոր էր զգում եւ որոշեց խնդրել Ալիկին, որ միասին դուրս գան զբոսնելու, որպեսզի բարձրացնի ընկերոջ տրամադրությունը։ Մամա, էլի թեմայով մի խոսիր, էլի մենք մեզ վատ ենք զգում։ Լավ այ բալես, չեմ խոսի։ Ինչի՞ց վատ զգում, Ալիկը հասկանում է ինձ, ճիշտ չի Ալիկ ջան։ Ահա, իհարկե, տիկին սետ հասկանում եմ ձեզ։ Ալիկ, կգաս մի քիչ իշնենք զբոսնենք։ Չէ, Նունե ջան, ես տեղ ունեմ գնալու, Սուրոյի հետ պայմանավորված եմ։ Հա միասին կգնանք։ Չէ, չեմ կարող միասին գնալ, մի քիչ խնդիրներ կա Սուրոյի հետ։ Ուզում էր կիսվեր հետս։ Թող նա վաղը դուրս կգանք ման գալու։ Լավ, դե դեպքում ես քեզ ճանապարհեմ, հա։ Խնդիր չկա։ Սուրենն ո՞վ է Ալիկ ջան։ Սուրենը իմ ամենամոտ ընկերն է։ Ինչ խնդիրներ ունի, հա։ Հա, մի քիչ երեխու հետ կապված խնդիրներ կա։ Բարձան։ Շատ շնորհակալ եմ տիկին Սեդա հյուրասիրության համար։ Խնդրեմ Ալիկ ջան, միշտ ուրախ ենք քեզ ընդունելու, համեցիր։ Շատ շնորհակալ եմ, ցտեսություն։ Ցտեսություն։ Ես հիմք երեխեք ես ինչ են այմարդ։ Չեն ուզում ծնողների հետ ապրեն։ Քեզ բանդ։ Մամա տերելի։ Չէ, Ալիկ, կներես, էլի իմ համար էլ էր անսպասելի, որ մաման նման հարց կտա։ Դե ոչինչ, կյանքս, մի նեղվի, ես մամայիդ էլ եմ հասկանում։ Դե ժպտա, որ տեսնեմ ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ նորմալ է կյանքս։ Ուղղակի Նունե, գիտես, իմ ծնողները շատ լավ մարդիկ են։ Ես չեմ ուզում ուրիշ կարծիք կազմես, ուղղակի ես շատ եմ ուզում լավ աշխատեմ, լավ գործ ունենամ, շատ փող ունենամ, ուզում եմ մեր հարսանիքը շատ ճոխ լինի։ Ու ուզում եմ իմ սեփական բնակարանը ունենամ, որ ամուսնանանք, երկուսով այդ ամուսնական կյանքը շատ լավ վայելենք։ Հա, գիտեմ, ալ։ Ես քեզ հավատում եմ ու գիտեմ, որ հենց այդպես է լինելու է։ Ու մեր մոտ ամեն ինչ առաջվա պես լավ է, չէ՞։ Չէ, ավելի լավ է լինելու։ Հա, հաստատ։ Դե հիմա ժպտա, խնդրում եմ, որ ես իմանամ դու չես նեղացել մեզ։ Չէ, ես չեմ նեղացել, ամեն ինչ նորմալ է։ Ես գնամ կյանքս։ Հա, Գնամ դու էլ մտի տուն։ հարմար լինի կզանգես։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Սուր ջան, որտեղ ես։ Ձեր օֆիսի մոտերքը։ Մեր օֆիսի մոտ ինչ ես անում։ Ապեր քեզ եմ սպասում։ Ձեր տուն կամ մեր տուն չեմ ուզում գնանք։ Դրսում խոսալու համար էլ ցուրտ է, ինչ որ միտեղ նստելու համար էլ փող է պետք, որը չկա ապեր։ Դրա համար մտածեցի ձեր օֆիս գնանք, համել մարդ չկա, էլի հանգիստ կզրուցենք։ Սուր ջան, ախր օֆիսի բանալները մոտս չի։ Այդ լավ չի։ Սուր ջան, արի գիտես ինչ անենք, արի բարձրանանք մեր տուն։ Մերոնք էլ տանը չեն, գյուղ են գնացել։ Լավ, դե գնա ձեր տուն գալիս եմ։ Դե մի 15 րոպեից ես կհասնեմ։ Ձեր մուտքի մոտ կսպասես մինչև գամ։ Լավ, լավ ախպերս, լավ։ Գիտեմ, հիմա ինձ մեղադրելու ես, որ ձեր ամուսնության մասին խոսեցի, չէ՞։ Մամա, ես քեզ արդեն ասել եմ, չէ՞, որ ես ու Ալիկը մեր ամուսնության հարցով ընդհանուր հայտարարի ենք եկել։ Հա, Նունե ջան, բայց ես ծնող եմ ու բաներ կար, որ ես ուզում էի անձամբ Ալիկից լսեի։ Ու դու Ալիկից լսեցիր այն, ինչ որ ինձանից էր, չէ՞ լսել, մամա ջան, արդյունքում ինչ ստացվեց, բոլորիս տրամադրությունն էլ ընկավ, Ալիկն է նեղացած գնաց։ Գիտես ինչ։ Ունենց եմ ուզում մի հատ էս Ալիկի ծնողներին տեսնեմ, ծանոթանամ։ Տեսնեմ դրանք ինչ տեսակի մարդիկ են, որ իրանց մին ու ջարտողան չի ուզում իրանց հետ ապրի։ Մամ, իրա ծնողներին ես տեսել եմ, քեզ էլ եկա պատմեցի, որ շատ լավ մարդիկ էին։ Դե լավ այ բալես, դու այդքան կյանքի փորձ չունես, որ կարողանաս հասկանաս լավն են թե վատը։ Ամենայն դեպս երեխա էլ չեն։ Դե լավ, էլի դու պա, 2 ժամ այդ մարդկանց տեսելիս արդեն կարծիք ես կազմում այդ ընտանիքի մասին։
Բայց չեմ կարծում, որ պատճառը ծնողներն են, մամա, ուղղակի մարդու ուզում ենք առանձին ապրենք։ Չեմ անում, ինձ թվում է ինչ որ մի պատճառ կա։ Ոչ մի պատճառ էլ չկա, մամա, հաստատ ոչ մի պատճառ չկա, ուղղակի ուզում եմ, որ մենք անկախ լինենք ու առանձին ապրենք։ Դու խոստանում ես, որ կիմանաս, թե ինչի մասն է խոսքը, ինչի է այս ամեն ինչը սենց այս տեսակ բաներ ստացվում։ Հա, մամ, խոստանում եմ, բայց հաստատ ոչ մի պատճառ չկա։ Որտեղ գիտես, չէ՞, պապա տեսա մի քանի ամսից գալու է, ես ինչ պիտի պատասխանեմ այդ մարդուն։ Մամա, դե որ մի քանի ամսից է papan գալիս, արի Ալիկին էլ մի քանի ամի ժամանակ տակ տեսնենք ինչ է անում։ Սիրահարվել ես, չես ուզում ոչ մի բան տեսնես։ Բայց մամ ջան, ինչ ես առաջարկում ախր, երկու ոտքս դնեմ մի կոշի գնամ ասեմ չաղարի շուտ ամուսնանանք իրար հետ։ Լավ, բալես, ես քեզ հասկանում եմ, եղավ, Ալիկին մենք ժամանակ տտանք։ Արի նստի կողքս մոտ, բա չի կանի մաման մեռնեմ ջանին։ Արևս, գժուկս, սիրահարվել ես, ոչ մի բան չես ուզում տեսնես, այ արև ջան, ախր։ Մի քիչ կմեծանաս, նորից կհասկանաս։ Սուրճան, սուրճ կխմես։ Չէ, ախպերս այսօր արդեն 5-6 բաժակ խմել եմ։ Լավ, հաց տնեմ, հաց ուտեմ։ Լավ էլի, Ալիկ, հաց ուտելու համար ախորժակ է պետք, իսկ ախորժակ ունենալու համար տրամադրություն։ Սուրճան, հիմա իրար հետ կխոսանք, կհանգստանաս, ու հետո երկուսով մի բան կսարքենք ուտենք, հա։ Չէ, ախպերս, հիմա իմ տրամադրությունը մենակ մի բանից կարա բարձրանա։ Այդ փողն ապեր, շատ փող է։ Սուրճան, կներես, բայց փողերն ինչ կապ ունեն։ Ախպերս, հենց այդ ամենակ փողը կապ ունի։ Ալիկ, երեխես հիվանդ է։ Երեխուս պիտի վիրահատեն։ Ոնց, դեղերը չօգնեց։ Չէ, Սուրճան, մի ներվե ախպերս, մի լույս կբացվի, Աստված մեծ ախպերս, մի լավ բան կլինի։ Աստված ինձ չի սիրում, ախպերս, Աստված իմ նմաններին չի սիրում, ես վատն եմ։ Ու ինձ է պատժում, ու գիտես ինչ ձևով է պատժում։ Երեխուս վնասելով, Ալիկ։ Լավ Սուր, մանրամասն կպատմես ինձ, ինչ ա եղել, ինչի համար են վիրահատում, ու ընդհանրապես ինչքան գումար ա պետք այդ վիրահատության համար։ Ալիկն ու Սուրենը մանկության ընկերներ էին։ Ալիկը լավ գիտեր, որ Սուրենը հանցագործ է, մարդ, ով իր ողջ կյանքում անգամ 1 ժամ չի աշխատել, եւ դրա փոխարեն զբաղվել է ամենատարբեր հանցագործություններով ու գողություններով։ Իսկ հիմա նրան խոշոր գումար էր պետք հիվանդ երեխայի կյանքը փրկելու համար։ Լսելով վիրահատության համար անհրաժեշտ գումարի չափը, Ալիկը հասկացավ, որ ի վիճակի չէ օգնելու ընկերոջը, բայց խոսակցության ընթացքում նրա գլխում անսպասելի միտք հղացավ։ 12,000 դոլար, հա։ Ախպերս, ավելի շուտ 13,000 դոլար։ Մի 1000 դոլար էլ պետք է, որ վիրահատությունից հետո դա ապեր մի 2-3 շաբաթ հիվանդանություն մնալու, դեղերա բանա, 1000-ը մի ծախս կա, օպշն 13,000 դոլար։ Սուրճան, դու էլ գիտես, ես շատ քիչ եմ աշխատում, հազիվ ես ինձ եմ յոլա դանում, հավաքած փող էլ չունեմ, որ ասեմ մի բանով օգնեմ։ Ու այդ վիճակով էլ ուզում ես ամուսնանաս առանձին ապրես։ Լավ ես ուզ այդ թեմայից մի խոս արդեն ներվային անում եմ ես։ Ինչ է եղել։ Այսօր զոքան չես, թե ապագա զոքան չես։ Կանչել էր իրանց տուն հյուր։ Ու հարցաքննում էր։ Երևի ուզում էր տրամադրությունս փչացներ։ Ինչ է ուզում։ Ուզում եմ որ շուտ ամուսնանանք։ Սիրում ես այդ աղջկան։ Ասուր, շատ եմ սիրում։ Բա որ շատ ես սիրում, ինչ ես ուղեղդ երազանքներով լցրել։ Այդ երազանք չի Սուրճան, այդ նպատակը, որը կիրականացնեմ ես։ Ապեր գիտես, ես քո վրա զարմանում եմ։ 2 տարի է այդ օֆիսում ես աշխատում, ու այս 2 տարիա չես կարողացել մի կոպեկ փող հետ գցես։ Այդ ոնց ես ուզում նպատակդ իրականացնես։ Դե ուզում եմ ուրիշ գործ գտնեմ։ Ավելի լավ գործ։ Բա գտի ինչի չես գտնում։ Դե ման եմ գալիս, չկա։ Իսկ հույս կա որ կստացվի։ Դե չգիտեմ,
Եթե ճիշտն ասեմ, չկա։ Ապեր հասկանում եմ, ուզում ես առանձին ապրել։ Առանձին ապրելը լավ բան է, բայց եթե հնարավորություն չունես, Սուր, արի աղբերական այս թեման փակենք, էլի, արի այս թեմայից էլ չխոսանք։ լավ ախպերս ոնց կուզես։ Քո կյանքն այդ որոշողն էլ դու ես։ Սուր ջան, իսկ քո մասնագիտությունով չես կարող այդ գումարը վճարես։ Մասնագիտությունը լավ ասեցիր։ Ալիկ ջան, Բերթից դուրս գալուց հետո էլ ինձ ոչ մեկ չի ուզում օգնի։ Դե մարդկանց մի անգամ արդեն պատվադիտ եմ արել, էլ չեն ուզում հետս համագործակցել։ Բարձավ։ Ես իմ ախպերս խոշոր գործի համար նավոդկա տվող է պետք։ Նավոդկա տվող էլ չկա, դե ես էլ մանր-մուներ գործեր եմ անում։ Իսկ մանր-մուներ գործերով ապեր $13,000 չես հավաքի, են էլ մի քանի օրում։ Մի քանի օր մնացել։ Ալիկ, բժիշկը ասեց, որ շատ շտապ պետք է վիրահատենք երեխան։ Ճիշտ է, կարող է մի 2-3 շաբաթ դեռ ձգվի, բայց շտապ է ալիկ։ Լավ չի, աղբերս, հեչ լավ չի։ Հա, ախպերս, ինչքան շուտ այդքան լավ։ Հիշում եմ մինչև նստել ես կրկնակի փող կար, ինչ $13,000, դրա կրկնակին էր մոտս ելնում, բայց գիտես ախպերդ ինչեր էր անում այդ փողերը։ Գիտեմ, ափեր-ծպեր ծախսում էիր։ Չէ, ախպերս, նվիրում էր օբյեկտներին, կազինոներին։ Մի օր ընկերոջս հարսանիքին $20,000 շաբաշ արեցի։ Այդ ժամանակ երեխա ունեիր։ Հա, ունեի։ Մենակ չգիտեի, որ երեխես հիվանդ է։ Առավոտ էի կատում, ջեբս մի կոպեկ չկար։ Կնիկս ձենը բարձրացրեց, սկսեց գոր գրալ։ Դե ապեր խփեցի։ Չէի նկատել, որ երեխես մի անկյունից նայում է։ Վախեցած ինձ էր նայում։ Հա, գիտեմ, այդ տարիներին ահավոր մարդ էր դառել։ Մոտեցա երեխուս, որ գրկեն, փախավ։ Անեն զզվելի հայացքով էր վրես նայում, որ հասկանում էի, որ զզվում է ինձնից երեխես։ Լավ, բա հիմա երեխետուրա հիվանդանոցն է, թե տանն է։ Տանն ապեր, տանը պարկած է։ Գնում եմ երեխուս մոտ, չի էլ ուզում վրես նայի։ Ամեն անգամ ապացուցում է ինձ, որ ես զզվելի մարդ եմ։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Տենց պահերին քիչ ամնում դուրս գամ փողոց, առաջի պատահածին թալ անեմ ապեր, տանում այդ բժիշկի երեսին շպրտեմ սաղ փողը։ Ու դուրս ես գալիս դուրս ու հասկանում ես, որ ոչ մարդիկ են մեղավոր, ոչ էլ բժիշկը, չէ։ Չէ, ապեր հասկանում եմ, որ առաջի պատահածի գրպանը $13,000 չի լինի։ Չգիտեիր, չէ, որ ընկերդ այսքան վատն է։ Ալիկ փող է պետք։ Ապեր շուտ փող է պետք։ Թե չէ երեխես ալիկ։ Սուր ջան, Էսա ես կգամ Սուր ջան։ Սուրենի պատմությունը մինչև սրտի խորքը հուզել էր Ալիկին։ Նա շատ էր ուզում օգնել ընկերոջը, շատ էր ուզում, որ Սուրենի երեխան շարունակեր ապրել։ Ալիկը հիշեց Նունեի ասածը, հիշեց, որ նրանց բնակարանում հենց այս պահին $50,000 կար, սակայն չէր կողմնորոշվում ինչ անել։ Պատմել Սուրենին այդ գումարի մասին, թե ոչ։ Ի վերջո կատարեց իր ընտրությունը եւ որոշեց պատմել։ Հա, ինչ եղավ, լավ չես զգում քեզ։ Չէ, լավ եմ։ Ինչ եղավ։ Մի բան եմ ուզում քեզ ասեմ, բայց չգիտեմ են։ Ապեր խոսա ինչ ա եղել։ Սուր, նույնց տանը $50,000 փող կարել նա ուղարկել։ Ինչ ասիր։ Ալիկ ջան, հələ ցավը տնեմ հիմա պարզ մանրամասն սաղ ինձ պատմում ես։ Խոսա ապեր ասա, վստահ ինձ ցավը տնեմ խոսա։
Հա բայց այդ փողի մասին մենակ գիտեն Նունեն, մաման ու ես, էլ մարդ չգիտի։ Ախպերս ինչ ես խոսում, եթե դու գիտես, ուրեմն էլի մարդ գիտի։ Չէ, Սուրճ ջան, հաստատ ոչ մեկ չգիտի այդ փողի մասին։ Բանկով ա ուղարկել։ Հա, Ուրեմն հետևել են ու տանտեղի իմացել են։ հա բայց ով։ Ապեր ինչ որ մեկը։ Նույնը բայց ոնց կլինի։ Ախպերս բանկից դուրս ա եկել, տուն գնալու ճամփին մեկը նստել ա պոչին, մինչև տուն գնացել ա տանտեղի իմացել ա։ Հաստատ։ Հաստատ ախպերս լսի ցավը տանեմ, ես ես գործի գելն ա։ Վստահում ես, ես լսի ինչ ենք անում։ Հիմա ինձ մանրամասն սաղ պատմում ես։ Ինչը ոնց ա։ Պատմի մեռեմ ջանիդ։ Բայց Սուրճ, բայց հետո որ պրոբլեմ Ախպերս լսի Ալիկ, ոչ մի պրոբլեմ չի կարա լինի։ Ախպորդ վստահի, եթե ոստիկանությունը ոչ մի կասկածանք չունենա մեր վրա, ապեր ինքը մեր վրա դուրս չի գա։ Հանգիստ տեղի ցավը տանեմ ոստիկանությունը ոչ մի կասկած չի ունենա։ Վստահի ինձ։ Բայց հաստատ։ Հաստատ ցավը տանեմ 100%, միլիարդ %։ Դու ինձ մենակ վստահի։ Դե ասեմ Սուրճ ջան, Ալիկը պատմեց Սուրենին այն ամենն, ինչ գիտեր այդ գումարի հետ կապված։ Սուրենը շատ շտապ այդ գումարը գողանալու ծրագիր մշակեց, իսկ ծրագիրը հետևյալն էր. Ալիկն ու Սուրենը պետք է միասին կատարեին այդ հանցագործությունը, իսկ դրանից առաջ Ալիկը պետք է Նունեի պայուսակից գողանար նրանց բնակարանի մուտքի դրան բանալին, տար Սուրենին, ով կպատրաստեր կրկնօրինակը, իսկ բնօրինակն Ալիկը հենց նույն օրն աննկատ պետք է դներ նույն տեղը։ Ցավը տանեմ, այդ փողն էլ ախպերափայ կկիսվենք։ Ես իմ փայ փողով երեխուս կվիրահատեմ, մնացած գումարով մեծ գործ կդնեմ, մի բան կանեմ։ Դու էլ ցավը տանեմ, սաղին կասես իբր նոր գործ ես ճարել։ Կգնաս կաշխատես ախպեր ջան, մի տարի հետո էլ քո ուզած տունը կառնես, կամուսանաս ու երջանիկ կապրես։ Հա, հեշտ ես ասում Սուրճ ջան։ ցավը տանեմ, դու ինձ վստահի, հավատա։ Տենց է լինելու է։ Ռիսկով ախպեր ես։ Հա Սուրճ ջան, բայց ես մտածում եմ, բավոր բռնվենք, բավոր իմանան, որ մենք ենք։ Ապեր ես քեզի ասում եմ չենք բռնվի։ Վստահի ինձ էլի։ Սուրճ, բայց կլինի, որ բռնվենք, ես ասեմ, որ դու ինձ ստիպել ես, որ ես տենց անեմ։ Կլինի տենց անեմ։ Հա ախպեր ես։ Հա ես կվեկալեմ իմ վրա, հանգիստ տեղի ցավը տանեմ։ Հաստատ ախպեր ես։ 100%։ Դե ուրեմն պայմանավորվեցինք։ Ջանի, ախպեր ջան, Հիմա ես ինչ պիտի անեմ, դա ասա։ ես սաղաս։ Ամեն բան ընթանում էր այնպես, ինչպես ծրագրել էր Սուրենը։ Առանց դժվարության Ալիկին հաջողվեց վերցնել Նունեի պայուսակից տան բանալին, իսկ հետո աննկատ վերադարձնել։ Ալիկին նույնիսկ հաջողվեց պարզել, որ Սեդան ու Նունեն մինչ երեկո տանը չեն լինելու։ Հանցակից ընկերները որոշեցին օգտվել ընձեռնված հրաշալի հնարավորությունից եւ հենց այսօր կատարել իրենց սև գործը։ Հա, մի հատ չես ուզում զանգես։ Զանգեմ Սուրճ ջան։ Ասա կյանքս։ Ինչ կա կյանքս։ Հեչ, սիրունացել եմ, սպասում եմ, որ մամաս գա գնանք հորքուրենց։ Դու ինչ ես անում։ Ինչ պիտի լինի կյանքս։ Դուրս եմ եկել մի հատ ծխեմ մի քիչ հանգստանամ։ Շատ գործ կա անելու։ Տարվա վերջա կյանքս այնքան գործ է հավաքվել, որ էլ ասելու չի։
Ող կյանքս նենց կուզեի օգնեի քեզ։ Դու կարող ես քո կախարդական բառեր ասել ու մտածես, որ արդեն օգնել ես։ Սիրում եմ քեզ։ Վերջ, արդեն օգնեցիր կյանքս։ Բա ինչ լավ, ուրախացա։ Բա երբ է մաման գալու։ Քիչ առաջ զանգեցի, ասես 10 րոպեից տանը կլինի, կգա կփոխվի ու դուրս կգանք արդեն։ Եղավ կյանքս, դե որ հորքուրենց տնից գաս, մի հատ կզանգես ինձ անպայման։ Հա, անպայման։ Առայժմ կյանքս, բարի ժամանց։ Առայժմ, պաչիկ քեզ։ Նորմալ է։ Հա, Սուրճ ջան, նորմալ է։ Մի 15-20 րոպեից արդեն կարանք մտնենք։ Դե որ տենց է։ Արի գնանք միտեղ չայ խմենք, ամել մի քիչ կտականանք, մինչև 15-20 րոպեն կանցնի։ Գնանք, Սուրճ ջան։ Ամեն ինչ խախանդ է, չէ՞։ Ահա ոնց որ խախանդ է։ Անդուրը բաց։ Էս ինչ է Սուրո։ Չես տենում ինչ է։ Բայց մոռացել ես ում տուն են գալիս, ինչի համար ես վերցրել այդ զենքը Սուր։ Այդտեղ մի քիչ կամած խոսա, հարևանները հեսա կլսեն դուրը բռնած։ Բայց խոստացի, որ դրանով չես կրակի, ոչ մի բան չես անի դրանով։ Հանգստացի ոչ մեկ էլ չեմ կրակել դուրը բռնած։ Խոստանում ես Սուրո։ Հա, խոստանում եմ, բաց դուրը։ Կամած մտի հիստերիկություն ես անում, որ ինչ ման չի ասում։ Սուրես դու մտի ես նայեմ։ Ես մտնում եմ ներսից դուրը կփակես։ Հա։ Հաստատ նման չկա։ Ոստատ չկա մտի օրակացրու։ Սուրո, ես ինչ արի, Սուրո, դիկից է դա, դիկից է դա, Սուրո սպանեցիր, Սուրո խի կրակեցիր, հը? Արա բացում եք տունը մարդ չկա։ Բա ես ինչ իմանա, որ տանն է։ Դու հասկանում ես, մենք մարդ ենք սպանել, հիմա ոստիկանները մեզ կբռնեն։ Մի հատ հիստերիկություն մի անասուս մնա, գնանք այս փողերը որտեղ են։ Ինչ փող։ Հասկանում ես, մենք մարդ ենք սպանել, դու մենակ փողի մասին ես մտածում։ Ալի գնանք այս փողերը որտեղ են, ես պետք է երեխուս փրկեմ, գնա շուտ արա։ Չէ, Սուրո, չէ, մեզ ոստիկանները հաստատ կբռնեն։ Ես չգիտեմ ինչ եմ անելու, բայց դու ինձ խոսք ես տվել, չէ՞։ Խոսք ես տվել, որ ամեն ինչ քո վրա ես վերցնելու։ Ասա ոնց ես անելու, ասա։ Ասա քեզ մի հատ տողուպես բայ, լսի ուշադիր ինչ եմ ասում։ Գնա այդ փողերը գտի, ես այս ամեն ինչին վրա կվերցնեմ, մի մտածի։ Գնա ես իմ երեխուն պետք է փրկեմ։ Գնա փողերը գտի, խնդրում եմ շուտ արա։ Գնա, վեր կաց։ Սուրո, բայց խոսք ես տալիս, որ ես փողերը քեզ տամ, ու ամեն ինչ քո վրա կվերցնես։ Խոսք ես տալիս։ Հա, խոսք եմ տալիս։ Գնա փողերը գտի։ Շուտ արա գնա, ես ամեն ինչին վրա կվերցնեմ, գնա։ Երեխուս պետք է փրկեմ։ Շուտ արա։ Հեսա փողերը։ Ալիկ, ես ես կտանեմ, իմ երեխուն կփրկեմ, ու հենց վաղը կհանձնվեմ։ Սուրճ, բայց մարդասպանությունը գողություն չի։ Թքած, կարևորը երեխես կապրի։ Նունեն մենակ է հյուր գնում, քանի որ տուն վերադառնալու ճանապարհին Սեդայի մոտ գլխացավ է սկսվում եւ որոշում է մնալ տանը։ Սեդայի գլխացավը նրա համար դառնում է ճակատագրական, որովհետև բնակարան մտնելով եւ Սեդային տեսնելով անակնկալի եկած Սուրենի կրակոցը մահացու էր։ Ալիկի վերջին մտավախությունը շատ շուտ իրականացավ, քանզի ոստիկանության աշխատակիցները ընդամենը ժամեր անց ձերբակալեցին Ալիկին, իսկ հաջորդ օրը նաեւ Սուրենին, ում մոտ հայտնաբերվեց գողացված գումարի մի մասը։ Սուրենը հասցրել էր երեխայի համար պահանջվելիք գումարը վճարել։ Նրա երեխան վիրահատվեց ու շարունակեց ապրել։